591 թվականին Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշումից հետո ավարտվեց նաև պարսկաբյուզանդական այս պատերազմը, ի հատուցում Մուրիկ աջակցությամբ Խոսով II-ը մի շարք տարածքներ զիջեց Բյուզանդիային։ 591 թվականին տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանում, ինչի արդյունքում Հայաստանի մեծ մասը անցավ Բյուզանդիային, փոքր մասը Պարսկաստանին։ Բաժանման նոր սահմանագիծը անցնում էր ազատ գետով, Կոգովի գավառով, Մակու քաղաքով և Վանա լճով։ Բյուզանդական մասում հայությունը հնարավորինս հեշտ ձուլելու հեռանկարով ստեղծվեց հակաթոռ կաթողիկոսություն երկբանական դավանանքով։ Հայաստանը մնում էր պարսկաբյուզանդական հակամարտության ոլորտում նաև 7-րդ դարի սկզբին։ Երկու տերություններն էլ ձգտում էին իրենց շահերին ենթարկել հայկական գործոնը։ Բյուզանդիան փորձում էր անել երկբանականության քաղաքականության շնորհիվ, ապա պարսիկ արքունիքները դա սկսել էին անել հայերին սիրաշահելու քաղաքականությամբ։ Հայտնի է, 614 թվականին Երուսաղեմը տիրելուց հետո Պարսից Խոսով II փարվեց արքան Տիզբոնում հրավիրեց իր տիրապետության տակ գտնվող բոլոր երկրների քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների համաժողով 615 կամ 616 թվականներին, որը ճշմարիտ դավանանք հռչակեց Հայոց եկեղեցու ընդունած միաբանականությունը։ Պարսկաբյուզանդական հակամարտությունը շարունակվեց նաև 7-րդ դարի առաջին տասնամյակների դարեր շարունակ երկու ախոյաններ ընկերությունները բավականին թուլացրել էին մեկմեկու, ինչը նպաստեց այդ ժամանակ Առաջավոր Ասիայում հայտնված նոր ուժի՝ արաբական խալիֆայության գլխապտույտ հաջողություններին, և որ հայերը ամեն անգամ ապստամբություն անելուց կարողանում էին հաղթել ճակատամարտում, բայց վերջնական արդյունքի չէին կարողանում հասնել ճիշտ քաղաքականության, ճիշտ դիվանագիտության շնորհիվ, և այդ ամենը այժմ էլ երևում է։ Եվ շնորհակալություն դիտելու համար մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։